շնորհակալ եմ եւ գործընկերներից շատ շնորհակալ եմ շատ հանգամանալից եւ շատ բովանդակային իրավիճակը ներկայացնելու տարբեր կողմերից ես մի քիչ կուզենամ ինտրիգ մտցնեմ եւ հարց ուղղակի ինչու էսպես եղավ ինչու արագացավ ինչու այս մակարդակի լկտի ձևով ինչու ամեն ինչը տրորելով, այնպես չէր, որ տրորված չէր, շատ ավելի զզվելի ձևով, գարշելի ես կասեի, ես ածականները անպայման ես պիտի օգտագործեմ, չնայած դիվանագիտությունը ածականներ չի սիրում սովորաբար, եղավ մի բան, որ անընդհատ պիտի դրա մասին խոսել եւ բարձրաձայնել։ Ընդունենք եւ արձանագրենք եւ սա իմ կարծիքը չի, սա չոր կոշտ եղելությունն է եւ թվերն են ինչ որ մենք ունենք։ Վարչախումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չի հաղթել անցած ազգային ժողովի ընտրությունները։ Ուզում ենք դա, չենք ուզում, դրա մասին ինքը շատ է խոսում, դոնթի եւ դուի բանաձևեր ենք բերում, կապ չունի, ինքը չի հաղթել այդ ընտրություններում։ Ես անպայման կանդրադառնամ ընդդիմությանը այս պարագայում, որովհետև այս բանաձևումը համենայն դեպս ես ուզում եմ արձանագրենք, Նիկոլը չի հաղթել, ընդդիմությունը չի պարտվել։ Ինչ-որ պարադոքսալ է առաջին հայացքից թվում, բայց իրականության մեջ դա այն է, ինչ որ մենք ունենք, հա։ Այս ոչ թե մխիթարվելու բան համար եմ ասում, այս ոչ թե նրա համար եմ ասում, որ ես բացարձակապես չեմ ընդունում այդ կարգի հաղթանակները, եթե դա հաղթանակ են իրենք համարում, ես սա ասում եմ, որ մենք անպայման սա ընդունենք որպես ելակետ։ Ինքը նշաձող է սահմանել եւ այդ նշաձողը ոչ միայն չի կարողացել իրականություն դարձնել, այլ շատ հեռու է կանգնած այդ նշաձողից։ Սա ինչ է տալիս, սա տալիս է ընդհանուր նորից եմ կրկնում հասարակական շատ լայն շերտերի հետ աշխատանքի հնարավորություն։ Միջազգայինը ասացիք, այո, համամիտ եմ, սա համառ աշխատանք է ուզում, վերին աստիճանի հետևողական աշխատանք է ուզում, որովհետև միջազգային 1, 2, 10, 20 չեն, հարյուրավոր հարթակներ կան, որոնք ուղղակիորեն զբաղվում են նմանատիպ հարցերով, որքան էլ ասվի, որ այլևս այդ ստանդարտները գոյություն չունեն, արդեն քառակի ստանդարտներն են անցել, դա ընդհանուր աշխարհակարգն է։ Եկեք դրա մեջ շատ չխորանանք, որովհետև աշխարհակարգի փոփոխման շրջանում ստանդարտները սկսում են ջնջվել։ Սահմանվում են նոր ստանդարտներ, հիմա դրանք երկակի են լինելու, եռակի, քառակի, թե ընդհանրապես չեն լինելու, դա արդեն ժամանակը պիտի ցույց տա, բայց իրականության մեջ աշխարհաքաղաքականությունը ինքնին ենթադրում է նաև որոշակի կանոնակարգ։ Երբ որ այդ կանոնակարգը հрамցվում է քեզ եւ դու դա ընդունում ես եւ քեզ էլ հрамցնում ես որպես գործիք, որ ինձ վերցրեք, աշխատացրեք, բայց ես ընդամենը մեկ պայման ունեմ եւ այդ պայմանը իմ երկրի փրկությունը չի, այլ իմ իշխանությանը մնալը եւ իմ փրկությունը, բնականաբար այդ ամենահեշտ բանն է քեզ օգտագործողների ձեռքում։ Երբ որ դրվի հարց, որ ես ունեմ պայման, բայց իմ երկիրը պիտի փրկվի եւ նաեւ ես ունեմ խնդիրներ, նույն Արցախը կլինի, ցեղասպանությունը կլինի, ինչ ուզում եք ասեք, նույն ներքին իրավիճակը կլինի, Սփյուռքի հետ կապված հարցերը կլինեն, այստեղ դու բարդացնում ես այդ մարդկանց վիճակը, իսկ իրանք ժամանակ չունեն։ Իրանք պիտի շատ արագ քեզ կլանեն որպես գործիք, բնականաբար մի հատ to-do list, հա, դնեն քո դիմաց, որ կետ առ կետ դու ինչ պիտի անես, այնտեղ ոչ չի ասվում, որ դու պիտի գնաս Քոչարյան ձերբակալես, Ծառուկյան ձերբակալես, Սամվել Կարա, այնտեղ չի ասվում դրա մասին։ Այնտեղ քեզ տրվում է ուղղակի քարտեզ, քայլերի հաջորդականություն, ինչ է պետք քեզնից, որ դու դա անես եւ մենք կարողանանք քո այսպես պահանջին, խնդրանքին, աղերսանքին, պաղատանքին հագուրդ տալ, այսինքն քեզ պահենք իշխանության։
Ուրեմն դու քեզանից առաջին հերթին, դու քեզանից որևէ բան չես ներկայացնելու։ Քո խոսքը, ասելիքը եւ այլն մեր հետ կապված վերջացած է։ Դու պահանջդ սա է։ Դու մի քանի հատ չես դրել, որ մենք պիտի անպայման դա կատարենք։ Հաջորդը մենք կանենք այն ինչ որ մեր շահերից կբխի, բացարձակապես անտեսելով այն ինչ որ գետնի վրա ունի հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ երրորդ ամենակարևորը արդեն գալով մի քիչ բարձրացնեմ այդ բանը աշխարհաքաղաքականությանը, այո, այստեղ կան լեցուն խնդիրներ կապված եւ մեր հյուսիսային դաշնակցի եւ մեր հարավային իրավիճակային դաշնակցի եւ արևելյան մասում գտնվող հնարավոր մեր դաշնակիցների եւ այստեղ այո խնդիր է առաջանում։ Առաջին հայացքից իրենից ոչինչ չներկայացնող Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական լրջագույն գործոն։ Սա ես երազ չեմ պատմում, սա գետնի վրա մեր ունեցած պոտենցիալն է, չէ՞, հաճախ մեզ ասում են դուք էս չունեք, ռեսուրս չունեք, այն չունեք եւ այլն, մենք էլ ասում ենք մեր ռեսուրսը, մեր նավթը, գազը սփյուռքն է։ Ոչ, մեր ռեսուրսը առաջին հերթին էլի շատերի համար կարող է պարադոքսալ հնչի այդ լենդլոկ փակված մասը, այդ հենց քո լենդլոկությունը եւ քո աշխարհաքաղաքական դիրքը ամենամեծ ռեսուրսը տա, որ դու անընդհատ անդադար բազմազանության եւ բազմաուղղության սկզբունքով կարող ես մշտապես ճիշտ ձևով իրականացնել եւ ասեմ ձեզ, նայեք, մենք մեր 30+ տարվա պատմության մեջ իսկապես ունեցել ենք այդպիսի դրվագներ։ Սա ձեզ ասում եմ մի մարդ, որը անձնական, ուղղակի, որ ասում աչքովս տեսածն եմ ասում, ականջովս լսածն եմ ասում, հասկանում եք, ես թերթից, ռադիոից, քչփչոցից, փողոցային խոսակցությունից, բիսեդկայի, բակի, պատժեզների, այս խոսակցությունից չեմ ասում, մարշրուտնի, որ մենք բան ենք, չէ, չեմպիոն ենք, մարշրուտնի խոսակցությունը դառնում է, որ ամբողջ քաղաքը գիտի դրա մասին, ինչի մասին գիտիկ, ամբողջ քաղաքը, 1 միլիոն մարդ գիտի դրա մասին։ Այդ բամբասանքի ու այս մակարդակի է ամեն ինչը իջել եւ հասել։ Հիմա գալով ամենակարևորին հրաշալի են իմ բոլոր գործընկերները, այն ինչի մասին խոսվում է, հիմքերը իրավական չջախջախվող, ոչ մի ձև, շատ ֆունդամենտալ բաներ են ասում, բայց այսօր շատ բոլորին հետաքրում է բա հարցը որն է, լուծումը որտեղ է, մեզ լուծումը ասեք, մենք հասկանանք որտեղ ենք գտնում։ Եկեք ես մի անգամից դրան էլի մի անդրադառնամ, լուծումը ամենաառաջին հերթին, ամենակարևորը չտրվել թակարդային քաղաքականությանը, որի գլխավոր դերակատարը, ռեժիսորը, սցենարիստը, ռեժիսորի օգնականը, օպերատորը, այդ one man show-ը է, մի մարդու թատրոն է, առաջին ամենակարևորը չտրվել դրան։ Ես հարցազրույց էի տալիս սրանից մի քանի ժամ առաջ, ասում էի մի ընկեք այդ թակարդների մեջ, մանավանդ երբ որ այդ թակարդները ժանգոտած են այլևս, որևէ նորարարական բան այնտեղ չկա, թակարդների մեջ ոչինչ չեք գտնի, բացի ցավից, ավելին, բացի այդ ժանգը, Աստված մի արասցե, ձեր մաշկին կկպնի եւ հազարը մի հիվանդություն կարող եք ստանալ։ Շատ ամենակարևորը, ընդդիմադիր դաշտին հարկավոր է շատ արագ կոորդինացման մի շարժ, հարթակ, որտեղ ունիսոն, որովհետև ունիսոն, երբ որ ասում եմ, մեր ամենամեծ խնդիրը միշտ եղել է, որ մենք միշտ գնում ենք մարդկային դաշտ, անձնավորված դաշտ, այդպես է, մեր տեսակն է, մենք ինդիվիդուալ ժողովուրդ ենք, ինդիվիդուալիզմը շատ է մեզ սկսել Եվ կերել է նաև անցյալում, այնպես չի, դարերից է գալիս, չենք կարա, մեր գենի մեջ դա նստած է։ Մենք մեկը միշտ գոնե ժամանակավոր այդ մորատորիումը պիտի հայտարարենք եւ կարողանանք այդ հարթակը ստեղծել։ Կոորդինացիոն մարմին, որը անընդհատ եւ անդադար պիտի կարողանա սնի այն հիմնականին,
այն կարևորին, ովքեր որ տանելու են գործընթացը առաջ։ Սնելը նոր միտք է, սնելը նոր օրակարգ է, սնելը Նիկոլի օրակարգի հետ որևէ աղերս չունի, սնելը նորամուծություն է, սնելը փոխել է, սլաքը պիտի փոխվի, լեքսիկոնը, սլոգը, մոտեցումը, խոսույթը պիտի փոխվի էականորեն չէ, արմատապես, որովհետև այն ինչ որ հնարավոր էր անել այս վերջին տարիների ընթացքում պայքարելով այս մետաստատիկ ուռուցքի դեմ, իսկ ուռուցքը կա, ինքը որևիցե ձևով չի բուժվել, ինքը ուղղակի խայտառակ արագությամբ օրգանիզմով տարածվում է, խայտառակ, եւ այստեղ դժվարի են բոլորը, որովհետև վերջի վերջո սա դառնալու է համընդհանուր մի համակենտրոնացման ճամբար, որտեղ եւ հայտնվելու են նաեւ այն մարդիկ, ովքեր իրեն են ձայն տալիս։ Այսօրվա իր լեքսիկոնը կամ երեկվա իր ճեպազրույցը միայն ու միայն դրա մասին է խոսում։ Գալով նույն միջազգային խնդրին, այո, պիտի համառորեն նույն այդ հարթակի միջոցով կլինի, ամբիոնի միջոցով կլինի, այս պանելային քննարկումների միջոցով կլինի, այսօր եթե 3 պատգամավորներ չէին քաղաքական ուժերը եւ նույն եվրոպական հորջորջված արժեքները տարփողող այդ մայրաքաղաքների ներկայացուցիչներ եմ ես իրենց ասում արդեն էլ դեսպանել չեն որպես այդպիսի կարող էին կներեք արտահայտությունը ցրել, նամակը թողնել մի կողմ, չպատասխանել, չընդունել, զբաղվածությունը առաջ բերել, հիմա արդեն ինքը չկա աշխարհում որևէ դեսպան, օտարերկրյա, եկեք սա ֆիքսենք, որ այդ երկրի պարլամենտի պատգամավորը ընդդիմադիր լինի, դիմադիր լինի, կապ չունի, ուզենա իր հետ հանդիպի եւ ինքը այդ հանդիպումը մերժի, գոյություն չունի այդպիսի նախադեպ եւ ես վստահեցնում եմ, որ հիմա այդ մասով շատ ավելի ինտենսիվ աշխատանք պիտի տանի նույն ընդդիմադիր մեր դաշտը, մեր ներկայացները Լիլիթ ջան, քո վրա էլ մեծ բեռ է նաեւ դրված այդ իմաստով, որովհետեւ այստեղ գումարվում են նաեւ միջազգային կազմակերպությունները նույնպես, որը շատ կարեւոր է։ Կա տարածված կարծիք, որ քանի Հակոտնյա է իրենց շահերին, բնականորեն աշխարհաքաղաքական եւ այլն, իրենք ականջալուր չեն, բամբակները կդնեն ականջները եւ այլն։ Այո, այդպես է, այլապես մենք չենք ունենա այսօրվա իրավիճակը, հասկանում եք, բայց երբ որ դու դա դարձնում ես արդեն անդադար, անընդհատ ռմբակոծում ես, գրասենյակները, դռները ջարդում ես, միշտ իմացեք, որ տարբեր մայրաքաղաքներում այս դեսպան կոչեցյալները, որ ասած գլուխները կախ աշխատում են, իդեպ Տաթևիկի շատ հետաքրքիր անալոգիա բերեց այդ երկու խրամատներ, հիմա դրանք անդրադառնամ նաև, այդ դեսպաններն էլ գնում են սրանց են պաշտպանում։ Ասում են, չէ, Հայաստանում ժողովրդավարություն, այնպես ներդրումային դաշտ է բացվել, ոսկե դարաշրջանը դուք չգիտեք, դուք մենակ փողերը բերեք, հասկանում եք, առանց հասկանալու, որ իրանք ինչ պատասխանատվության տակ են հետո մտնելու, որովհետև երբ որ դեսպանը նման քայլեր անում է, հետո ինքը սկսում է մերժվել այն երկրների կողմից, որտեղ ինքը վնաս է միայն բերել։ Գալով այդ նույն անալոգիային Տաթևիկի բերածը շատ հետաքրքիր է, այո Տաթև ջան, ես էլ մի քիչ նեղայնացնեմ հարցը, բերեմ դիվանագիտական դաշտ, այո, ինձ մոտ էլ շատ երկար հարցեր են առաջացել, ես խոսում եմ այդ պրոֆեսիոնալ դիվանագետների մասին, որոնք 30+ տարի համակարգում են եւ համառորեն շարունակում են մնալ այդ համակարգում։ Լավ, ասում եմ, ես սրանց գիտեմ, էլի, ոնց են աշխատել, ոնց են բարձրաձայնել, Արցախի հարցի ինչպիսի պաշտպաններ են եղել, ցեղասպանությունը ոնց են առաջ մղել, որտեղ են եղել, ամենակարևորը սկզբնական շրջանում ոնց են հայոյել, այդ հայոյանքների տարափը գիտեմ, այդ հայոյողները այսօր փոխնախարարներ են, այդ հայոյողները այսօր դեսպաններ են, հասկանում եք, հայոյող բանին, էլի, այս իշխանությանը, ոչ թե։
Եվ իմ մոտ այդ հարցը միշտ առաջանում է, էլի այդ քննիչի, ես էլ ասում եմ նույն այդ իդեպ երիտասարդների մասին այդքան չեմ խոսում, որովհետև նորեն բան ունեն, էլի 29 տարեկան դատավորն է, էլի կարող է այս քայլը անեմ, ես աճեմ, այդ կարիերիստի բանն, բայց այդ հները, լավ, կամ հնաբնակները, մենք տեսել ենք, չէ, ձեր աշխատանքը, դուք ոնց եք աշխատել, քափ ու քրտինքը, վազվզոցը, նվիրումը, բարձր գաղափարներին, արդեն նշեցի ինչի մասին է, բայց այդ խղճի հետ դուք խնդիր չունեք, այդ բացատրությունները, որ տալիս են, ասում են, մենք դիվանագետ ենք քաղաքականությամբ չեք զբաղվում, հալլաթ եք անում, ուղղն ու ծուծով քաղաքականությամբ եք զբաղվում, որովհետև այն սողոսկումը, որ ես տեսել եմ, այն լպրծուն մոտեցումը, այն որ ոնց անենք մի հատ հայացքը հանդիպի մի հատ մեզ էլ ձեռքով արդեն բարև տա, այդ նկատելի է ու գիտենք դա տեսակից բացի նաև այդ հարմարվողականության հարցն է, ինչը փաթեթավորվել է աշխատավարձերի բարձրացնելով, պաշտոններով, ռանգերով եւ հարցը լուծված ենք համարում։ Պարգևավճարները դե էլ չեմ խոսում, հասկանում եք, ասում եմ դե մենք թողենք պետությունը փլվի։ Մի անգամից այդտեղ ասում ես, որ եթե ես իմանամ, որ դու մնացել ես եւ քո մնալով դու կարողանում ես ազդել որոշումների վրա, որովհետեւ ես գիտեմ քո դիրքորոշումը, հայկական դիրքորոշումը ինչպիսին է եղել։ Եթե դու մնալու համար դիրքորոշում պիտի փոխես, դու ոչ մի բան ես։ Այստեղ բանը, այդ պարալելը անցկացնեմ, էլի, զուգահեռը Լեմոն կար դեսպան։ Հիշում եք ինքը գնաց այդ քայլին, ինքը շարունակեց միջև այսօր էլ մնացել է ինքը այդպիսի։ Ներողություն, Ջոն Էվանս, այսինքն ինքը միջև մնացել է, որտեղ բան կա, հասկանում եք, ինչ որ մի պահ է գալիս, որ դու արդեն դառնում ես ոչ թե դիվանագետ, այլ դու նաև ունես քաղաքացիական քո պարտքը, վերջի վերջը, լավ, քո երակներով հայի արունա հոսում։ Քո երեխեքը, որ գնում են դրսում սովորում են, այդ մարդու իրավունքներ են սովորում, բան են անում, չէ՞։ Հիմա այս Աստված էլ տվել չի խնել, հեռախոսով որ նայում է, չի հարցնում, պապա, մամա, բա այս քո երկրի ղեկավարը էսի, ինձ ոնց որ թե համալսարանում կամ դպրոցում օտար երկրներում, հա, թե երեխեքը դիվանագետների պիտի կրթություն ստանան։ Բա այս մեզ sense բան են ասում, այս ինչ է խոսում։ Կա այդ հնարավորությունը, ես Իվետայի նման անուղղելի չէ, անկասելի լավատես եմ միշտ իմ կյանքով եղել եւ այդպեսին եմ մնացել, ինձ որևէ մեկը այդ հարցով չի կարող կոտրի, մի պարզ պատճառով, որտեղ ես գիտեմ, որ ես հայ եմ, ես գիտեմ իմ երակներով ինչ արյուն է հոսում, ես գիտեմ, ես ինչի համար եմ խոսում եւ ինչի համար եմ պայքարում, ես շատ լավ գիտեմ այդ ամեն ինչը։ Ես այդ պատասխանատվության տակ մտնում եմ եւ ես չեմ վախենում։ Հասկանում եք, այս պետքա շատ առանցքային յուրաքանչյուրը ընդդիմադիր պիտի ֆիքսի։ 500,000 պիտի տանես նստացնես, 500,000 տանես նստացնես, 500,000 երեխա կանգնելու է քո դիմաց։ Դրանց էլ նստացնես, եւս 500,000 լինելու, որովհետեւ այս ազգը այն չի, որ մենք անընդհատ հանենք, էլի այդ մեր մեջից այդ արժանի ենք այս իշխանում։ Ով է ձեզ ասել, ժողովուրդ, ով է ասել, որ ինքը իրավունք ունի Տիգրանաշեն տա։ Ախր Տիգրանաշեն չի, Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետությունը, հասկանում կարող ենք գլոբալ ավելի մեծ վերցնենք, էլի կներեք ռուսերեն եմ ասել, այդ ռազմախը մի քիչ մեծ լինի, էլի։ Ոնց որ եւ ժամանակին նորից եմ կրկնելու, Բագրատ Սրբազանը ասում էր տավուշը դա միայն տավուշը չի, կիրանցը միայն կիրանցը չի։ Դա Սյունիքն է, դա Մեղրին է, դա Բյուրականն է, դա Սևանն է, դա ամեն ինչն է, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Ինչ չեք տեսնում ինքը տանում է ձեզ կենտրոնացնում է այդ կետի վրա։ Գլոբալը խփել է իր ոչ բարով։ Սա է խնդիրը, հասկանում եք, մենք այդ օրակարգերից պիտի իսկապես դուրս գանք, պիտի լինի զուգահեռ, միանշանակ զուգահեռը, կարող ենք դա ստանալ, այո, կարող ենք ստանալ, ինչու, որովհետև դրա եւ պարարթողը կա, եւ ուղեղները կան, եւ մարդիկ կան, հետագծով մարդիկ կան, ճանապարհով, փորձով, մասնագիտականով, նայեք ինչքան
մարդը այստեղ նստած։ Հիմա որ նստենք, մի հատ այնց ռազմավարություն կարողանանք միասին շատ արագ ընդ որում գծել, որովհետև դա արդեն բանի խնդիր է, էլի ուղեղի խնդիր է։ Իր ուղեղը ոնց է աշխատում, որ անընդհատ զզվելի բառապաշար բերի ու ազգին դնի այդ զզվելի բառապաշարը քննարկելու վրա, որ դրանից հետո բխեցվեն AI-ով սարքած մուլտեր, ռիլզեր եւ այլն։ Չպետք է գնալ, սա բան է, փակուղի է։ Պետք է միշտ մտածել, ոնց անել կես քայլ իրանից առաջ։ Կես քայլ ընկանք առաջ, ինքը չի հասնելու։ Իրա մոտ սկսելու է լրիվ ուրիշ ցուկցվանք։ Սա միանշանակ է, որովհետև իրա նոթատետրում այն ինչ որ ֆիքսած է, դու պիտի ուրիշ ասիմետրիկ քայլ անես, որպեսզի կարողանաս այդ նոթատետրը ջնջել տաս եւ իրեն կանգնացնես փաստի առաջ։ Սա է այստեղ է, որ այդ համառությունը պետք է լինի, թող ինձ ներեն ընդդիմադիրները, բայց այնուամենայնիվ ես այդ համառությունը, հետևողականությունը դեռ չեմ կարողանում տենց զգալ եւ տեսնել եւ բան։ Պիտի նորից եմ ասում, այդ շատ կարևոր են այդ back office-ները։ Ամենակարևոր հանգամանքն է, որովհետեւ այնտեղ մարդու ուղեղը չի կարա տենց միանգամից ծանրաբեռնված աշխատի։ Back office-ը անընդհատ սառնասիրտ պիտի, հետո back office-ը չի տենում իրանց կենթանի, չի ներվայնանում։